եվրադիրեկտիվներից, ընդ որում հնարավորինս ամենամեղմ ձևաչափով, որպեսզի որևէ պարագայում որևէ մեկնաբանություն խոսքի ազատության սահմանման կամ գրաքննության վերաբերյալ չլինեն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցը ներկայացնելու համար, հարցերի համար հերթագրում։ Գեղամ Մանուկյան։ Պարոն Հայրապետյան, պրակտիկ կյանքով եմ խոսելու։ Երկիր մեդիայում տարիներ շարունակ Դոյչե Վելեն ամենօրյա լուրերի թողարկում ուներ ռուսերեն։ Նույն ապրիլյանի առաջինից, որը հասկացանք, որ տեղեկատվության մեջ ապատեղեկատվությունը շատ կարող է լինել եւ տևական ժամանակ դադարեցրել է։ Բայց հիմա ուզում եմ հասկանամ, շատ հեղեղուկ է ձևակերպումը։ Միջամտությունը ինչ է նշանակում։ Դիցուք Երևանում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաք, Евроньюզը եւ ենթադրենք Վեսին լուսաբանում են բնականաբար ընդդիմության հանրահավաք է, ընդդիմադիր գործիչների ելույթները այդ ռեպորտաժում ավելի շատ է։ Դա համարում ենք միջամտություն։ Евроньюզը կրկնում եմ, ինչի եմ ասում Евроньюզ, որտեղ Евроньюզի հետ մենք ունեցել ենք շատ դժվարին հարաբերություններ Հայաստան, որովհետև Евроньюզում մասնաբաժին ուներ Թուրքիան եւ տևական ժամանակ հակահայաստանյան նաեւ ռեպորտաժներ տեսանյութեր են գնացել։ Վերջին շրջանում իդեպ եւս միջամտությունը որն եք համարելու կոչ ենթադրենք քաղաքական իրականությունը փոխելու, իշխանություն փոխելու, թե ուղղակի Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձության լուսաբանում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Ես համարում եմ, որ կառավարությունը որևէ հեռուստահաղորդմանը կամ ծրագրին գնահատական տալու իրավունք չունի։ Այսինքն կառավարությունը չէ այն սուբյեկտը, որ պիտի համարի կամ գնահատական տա դա միջամտություն է, թե միջամտություն չէ։ Դրա համար կան հստակ տարանջատված մարմիններ, սահմանադրական մարմին, որը կարգավորող մարմինն է։ Իշխանությունը, կառավարությունը տվյալ պարագայում ընդամենը քաղաքականություն է մշակում, ասում է, որ կարգավորող մարմինը հետայսու օրենքով պիտի ունենա նման իրավունք, եթե համարում է, որ կոնկրետ դիրեկտիվների հիման վրա խախտվել են այս կամ այն օրենքները կամ կանոնները։ Դրանք ենթահորինեցդրական ակտեր են, գտնվելու են հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տիրույթում, այսինքն դրանց հիման վրա են այդ գնահատականները տրվելու։ Եթե դուք իմ անձնական կարծիքն եք հարցնում, թե օրինակ ես ոնց եմ պատկերացնում, որը կհամապատասխանի ներքաղաքական կյանքին միջամտություն թե ոչ, արձագանքի ժամանակ ես կասեմ, որտեղ վստահ եմ, որ նման հարց լինելու է, պատրաստված եմ եկել։ Համեցեք արձագանք։ Պարոն Հայրապետյան, ձեր տեղը կլինեի, կառաջարկի այս նախագիծը հաջորդ նիստին, որտեղ ինքը զավեշտալի իրավիճակ է։ Դուք ասում եք, դա կարգավորվելու է հրահով։ Հրահում ճաշակով մարդիկ են նստած։ Օրինակ Հակոբ Մովսեսը, երբ որ հարց քննարկվի, օրինակ TRT-ն, օրինակ Յուքոմում է Ֆիդանի հայտարարությունը, որ աջակցում եմ Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, համարենք միջամտություն թե չէ, Հակոբ Մովսեսը կհամարի, որ չէ, միջամտություն չի։ Բայց այն Սալավիով, որ հերթական անգամ էշեշ դուրս տա, ինքը անպայման կհամարի, որ միջամտություն է, այսինքն դրա համար եմ ասում, շատ սուբյեկտիվ է ձևակերպումը եւ այդ սուբյեկտիվությունը, որը տրվում է հրահին, ըստ ճաշակի ըստ հիմքի է լինելու, որը համարենք միջամտություն, որը չհամարենք միջամտություն։ Եվ արդյունքում դրա համար է հասարակության մեջ անհանգստություն, որ այս նախագիծը այս պահին գալիս է ընտրությունների ժամանակ եւս մի գործիք տալու, որպեսզի իշխանությանը ոչ հաճո հեռուստաընկերության ռեպորտաժի վրա դրվի սահմանափակում։ Եթե օտարերկրյա հեռուստածրագրերի մասին, որովհետև եկեք հստակ արձանագրենք, դուք վստահ եմ նկատի ունեիք օտարերկրյա, որովհետև տեղական հեռուստաալիքների մասով նման կարգավորումներ չկա, հանկարծ այդպես չընկալվի, հա, դրա համար պարտավոր էի սրան արձագանքել։ Հիմա ես ասեմ ես ոնց եմ մտածում, բայց խնդրում եմ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործընկերներին չլսել իմ այս ելույթը, որպեսզի նաեւ տպավորություն չլինի, թե ես ուղղորդելու եմ, թե ինչ ենթահորինեցդրական ակտեր եւ ինչ բովանդակությամբ իրենք կգրեն, այս մասը կառաջարկեմ չնայեն, հենց այս պահից սկսած, թե չէ հետո կասեն ով։ Լավ, լսեք եւ գուցե օգտակար կլինի ձեզ։ Օրինակ, եթե ասում եք սուբյեկտիվ է եւ դա հնարավոր չի անել,
ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակություն է համարվում ըստիս այն տեղեկատվական, վերլուծական կամ քարոզչական բնույթի հաղորդումը, որը ուղղակի կամ անուղղակի կերպով նպատակ ունի ազդել ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում պետական իշխանության ձևավորման, ընտրությունների կամ հանրաքվեների, քաղաքական կուսակցությունների կամ շարժումների գործունեության, հանրային կարծիքի ձևավորման ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ, ստեղծում, ֆինանսավորվում կամ խմբագրվում է օտար պետության, օտար պետական մարմնի կամ դրանց հետ փոխկապակցված կազմակերպության կողմից եւ չի հանդիսանում չեզոք տեղեկատվության փոխանցում, այլ պարունակում է քաղաքական դիրքորոշման քարոզ, կոչեր գործողության կամ դիմադրության, պետական ինստիտուտների լեգիտիմության խաթարում, կոնկրետ քաղաքական ուժի կամ գործչի աջակցություն կամ վարկաբեկում։ Իմ կարծիքով, որը չի համարվում միջամտություն, փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումը առանց գնահատականների, ակադեմիական կամ վերլուծական քննարկումը, եթե չկա կոչ կամ քարոզ, միջազգային կազմակերպությունների պաշտոնական զեկույցների ներկայացումը, ՀՀ ներքին կյանքի մասին կարծիքներ, եթե դրանք չեն արտադրվել կամ ղեկավարվել օտար պետության կողմից։ Նաև գործնական չափանիշներ կարող եմ առաջարկել գործընկերներին, օրենքում կարելի է ամրագրել գնահատման ավարտում եմ, կես հրաշքյան, գնահատման չափանիշների ցանկ, օրինակ բովանդակության նպատակային լսարանը որն է, արդյոք քաղաքացիներն են, հաղորդման ժամանակացույցը, արդյոք դրանք ընտրություններից առաջ են ճգնաժամի պահի են ուրեմն հնչեցվել, օգտագործվող լեզուները, ֆինանսավորման եւ խմբագրական վերահսկողության աղբյուրը, հաղորդման կրկնվող եւ համակարգված բնույթ։ Ես կարծում եմ, ըստ սուբյեկտիվ չի եւ դա հնարավոր է շատ հստակ եւ արդարացի սահմանել ենթաօրենսդրական ակտերով։ Արթուր Խաչատրյան, հաջորդ հարց։ Պարոն Այրապետյան, նախ անկեղծ զարմացած եմ, որ դուք եք այս հարցը զեկուցում, որովհետև բարձր տեխնոլոգիա ենթադրում եմ, որ դուք մեդիումի, միջավայրի համար եք պատասխանատու, ոչ թե կոնտենտի։ Մեդիումը միջավայրն է, չգիտեի։ Մեդիումը միջավայրն է, այո։ Սրիդան էլ չորեքշաբթին է, բայց էլի միջավայրն է։ Շատ Դա, բայց ամեն դեպքում հարցը շատ նման է Գեղամի հարցին։ Եվ ձեր պատասխանը, տեսեք, ասում եք իմ անձնական կարծիքով, վաղը կարող է դուք մինչև հունիսի 7-ը նշանակեք փոխվարչապետ, ձեր փոխարեն մեկ ուրիշ գա, որը այդ կարծիքը չունենա։ Եվ դա համար օրենքով երևի ճիշտ կներ ինչ-որ մի բան ուղղորդիչ ամրագրել։ Հիմա իմ օրինակն էլ է մոտավորապես նույնը։ CNN-ը, լավ, հիմա CNN-ը մոդա չի։ Fox News-ը ռեպորտաժ է տալիս, ասում է ոստիկանությունը բռնություն է կիրառել։ Լավ, հիմա բռնություն կիրառելը կարող է դիտի որպես հանրային կարծիքի ձևավորում։ Կարող է դիտվի որպես նախարարին վարկաբեկելու փորձ, այդ այն մենյունը, որը դուք կարդում եք։ Այսինքն, այս դեպքում, եթե ընդհանրենք Հ1-ը տալիս է Fox News-ը կամ Երկիր մեդիան կամ Ավարտեք, խնդրեմ։ Հետո ինչ է լինելու։ Պարոն Խաչատրյան, ես ինչու պարոն Մանուկյանի հարցինի պատասխան ասացի, որ առավելագույնս կարող եմ իմ կարծիքը հնչեցնել, որովհետև ես մնում եմ այն համոզման, որ յուրաքանչյուր ինստիտուտ իր գործով պիտի զբաղվի։ ԲՏԱ նախարարությունը, որը տվյալ պարագայում ներկայացնում է կառավարության դիրքորոշումը այստեղ, առավելագույնս կարող է դաշտ ստեղծել, իրավական դաշտ ստեղծել կարգավորող մարմնի համար։ Մենք այսօր ասում ենք, եթե օրինակ ձեր կարծիքով, հենց ձեր կարծիքով, որևէ ցանցային օպերատորի կողմից անուններ հնչեցրեց պարոն Մանուկյանը, ասենք գերմանական Deutsche Welle-ն կամ ռուսական որևէ հեռուստաալիք, չգիտեմ, էական չի, ակնհայտորեն խախտում արեց եւ դուք դա խոստովանեք, այսօր հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ունի 0 լծակ դա թույլ չտալու, որ հասնի մեր քաղաքացին։ Ես ընդհանրապես ասում եմ, այս նախագծի էությունը, որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, որը սահմանադրական մարմին է, թե այնտեղ ինչ կոմպետենցիաներ կան, ես դրա գնահատական տվողը չեմ։ Հանձնաժողովի անդամներին ազգային ժողովն է ընտրում եւ ես նորից այդտեղ որևէ լիազորություն եւ իրավասություն չունեմ այդ դաշտ մտնելու։ Այդ ինստիտուցիոնալ դաշտա եւ այդտեղ յուրաքանչյուր ինստիտուտ իր գործով պիտի զբաղվի։ Արձագանք, պարոն Խաչատրյան։ Դե հենց իմաստացնել յուրաքանչյուրը իր գործով պետք է զբաղվի։ Ձեր գործը միջավայր տրամադրելն է, ոչ թե կոնտենտի մասին օրենք զեկուցելը։ Հիմա պատկերացրեք տեղի ունենում պատահար, դեպք, դատի են տալիս այդ հեռուստաընկերությանը, հեռուստաընկերությունը գնում է, ասում է Մխիթար Հայրապետյան, ասում է ինչ եք, իմ կարծիքով դա հանցագործություն չի, որտեղ Մխիթար Հայրապետյանը sense բանը ասել։
դատարանը չի ասի, չէ՞, Մխիթար Հայրապետյանի կարծիքով դա հանցագործություն է կամ հանցագործություն չի։ Օբյեկտիվ չափորոշիչներ են պետք, այսինքն ընդունում ենք մի օրենք, ընտրությունների նախաշեմին, որը սարսափելի, կամայական, էկլեկտիկ դատողությունների տեղ է բացում, այսինքն սպეციფიკան փաստը, լավ, ոնց են ասում, իրավական որոշակիությունը բացակայում է, միգուցե պետք լինի այդ ամեն ինչ ավելի հստակեցնել, որ հողում չկատարենք Խաչատյան Արտուրի կարծիքին եւ Մխիթար Հայրապետյանի կարծիքին, հետո ըստ ճաշակի որոշենք, թե ում կարծիքն է ավելի կարծիք։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, այդուհանդերձ ես չեմ փոխի իմ կարծիքը ձեր վերաբերյալ, ես ամեն դեպքում համարում եմ ձեզ ինստիտուցիոնալ մտածող մարդ, եւ եթե այդպես է, եւ եթե ես չեմ սխալվում, դուք ինձ չպիտի ներքաշեք հենց կոնտենտուալ հարցերի մեջ։ Ես ասում եմ, մի մտեք այդ դաշտ, դա իմ դաշտը չի, ես ասում եմ հետեւյալը, գոյություն ունի օրենսդրություն, մենք քաղաքականություն մշակող մարմին ենք, մենք ասում ենք, որ կարգավորող մարմինը պիտի վերջապես առաջին անգամ ընդամենը օրենքով ստանալ լիազորություն անդրադառնալու այդ տեսակ հարցերին։ Մնացածը պրոֆեսիոնալ աշխատանք է, պարոն Խաչատրյան։ Եվ ես կարծում եմ, որ շատ տարօրինակ կլիներ, եթե քաղաքական մարդը գար ազգային ժողովի ամբիոնից սկսեր հանկարծ ասեր գնահատականներ տար, թե որն է համարվում ներքաղաքական կյանքին միջամտություն, թե ոչ։ Ես ներողություն ամենայն հարգանքով այդ սադրանքին չեմ տրվի։ Պարզապես ես ասում եմ, առաջարկում եմ ձեզ, որ հանձնաժողովը ստանա այդ լիազորությունը, որպեսզի նաև որը տարատեսակ տեղեկատվական հարցակումների պարագայում եւ հանրային պահանջը եւ ձեր ազգային ժողովի պահանջը կարողանա լիարժեք կերպով պատասխանի։ Հանձնաժողովի նախագահ ամեն տարեկան զեկույցի ժամանակ հենց այս ամբիոնից գալիս եւ արձանագրում է, որ այն հարցերը, որոնք հիմնականում բարձրաձայնվում են, դրանց պատասխանը օրենսդրական բացի մեջ է։ Մենք այդ բացն ենք ուզում լրացնել։ Ագերի գործընկերներ, շնորհակալություն, այժմ նախատեսված է ընդմիջում 30 րոպե։